Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ, հարազատներ և ընկերներ ջան, թող բարի լույսը իր հետ բերի բարին, Աստծո խաղաղությունը և օրհնությունները, լցնի մեր բոլորիս ընտանիքները, դեցին նստեմ, մի երկու բերան զրույց անեմ, գյալաջի անեմ, մեր արտաշատի լեզվով ասած, իմ գեղեցկուհիների հետ, իմ թանկագին բաժանորդների հետ, նոր արդեն կմտածենք ինչ եփել այսօր հարցը։ Այսօր դրսում անպամած է, ճիշտ է տաք է, բայց անպամած մռայլ եղանակ է։ Երեկել է անպամած մռայլ եղանակ։ Դուրս եմ եկել, նստել եմ դրսում և այսպես շուրջ բոլորս եմ նայում, ասում եմ Աստված իմ, ինչքան գործեր կա դեռ անելու։ Ձունը մաքրում են կամանց, հանում են դուրս, արդեն վերջում ցույց կտամ։ Մեր տույաները շնչում են, ձունը լցվել է լրիվ, ոնց որ ասած, տուաներին նեղություն էր տալիս, ասեմ, որ մի քանի ճյուղեր կոտրվել են ձյան ծանրությունից։ Արդեն դուրս են գալիս մեր լիլիաները, տյուլպանները, ուղղակի մի քիչ ցեխոտ է, չեմ կարող անցնել, մի երկու օրից ցույց կտամ, սիրելի բաժանորդներ ջան։ Արդեն կամանց գարնան կանանչի այդ ժամանակը եկել է, կամանց դուրս են գալիս։ Շատ համեղ է, այս բաժակն էլ թերմոս բաժակ է, շուտ չի սառում, դա էլ է լավ, պլյուս է, որ կոֆեն դրսում շուտ չսառի։ Թռչունները ծլվլում են, չգիտեմ, հələ դեռ մի երկու րոպե սուս մնամ, չխոսեմ, տեսնենք հələ, լսում եք սիրելիներս։ Լսվում է կարծեմ, այո, լսվում է, արդեն կսկսեն, դրանք տաքերն ընկել են, վերադարձել են, հələ բոլորն է կվերադառնան թռչունները, ցուրտ ժամանակ չվում են, չէ թռչունները, տաք երկրներ, իսկ հիմա վերադարձել են սիրելիներս, ինչ ներս գնալը, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել ձեզ բոլորիդ, շնորհակալ եմ ձեզանից, առանձին անհատական բոլորիցդ, ձեր բարի գրառումների ջերմ խոսքերի համար, թե ինձ, թե իմ ընտանիքի անդամներին, որ գրում եք, Աստված առատորեն օրհնի ձեզ, համբույրներս ձեզ, Աստված հազարապատիկը ձեզ տա սիրելիներս, միշտ այդպես բարի լինեք և բարի ջերմ գրառումներ գրեք բոլորին և ջերմացնեք բոլորի հոգիները, ինչպես իմ հոգին եք ջերմացնում, շատ շնորհակալ եմ, խմեցի վերջացրեցի, եթե դուք էլ եք խմել վերջացրել, բոլորիս կոֆեն անուշ լինի, իսկ հիմա գնանք տիկին Մարինեի խոհանոց, որի համար շատ ուրախ եմ, որ գալու եք տիկին Մարինեի խոհանոց և միասին պատրաստելու ենք մի համով անուշ ուտեստ։ Սիրելի հետևորդներ ջան, այս համովության մասին էի խոսում, տեսեք, ինչ եմ պատրաստելու այսօր մեր հայկական ամենահամեղ բանջարներից մեկը, խառը բանջար, որի մեջ կա և սինձ, և կնորա, և գյազրուկ, կնորաները տեսեք մատղաշ և ճնճղան պաշար, սիրելիներս, գարնան ամենահամեղ բանջարներից մեկն է այս խառը բանջարը, սիրելիներս, կոֆեն միասին խմեցինք, անուշ լինի մեր կոֆեն, իսկ հիմա եկեք
Տիկին Մարինեի խոհանոց միասին պատրաստենք մեր հայկական անուշ համով հոտով բանջարը։ Սկսենք մաքրելուց, սիրելիներս։ Որդիս հարսիս հետ գնացել են Մոսկվա, սիրելիներս, գործով հետ գալուն մտել էին ոչ թե Food City, բազմիցս ասել եմ, չէ, որ մենք գնումները մեծածախս կատարում ենք Food City-ից։ Ապտավոյ շուկա է և շատ մատչելի գներ ունի։ Եվ կա նաև Բուխտա անունով շուկա, որը տարածքը քիչ է և այդքան մեծ տարածք չունի, միայն փակ շուկա է, իսկ Food City-ն համ փակ շուկան ունի, համ էլ բաց մեքենաները Հայաստանի տարբեր տեղերից մեքենաներ են գալիս, ֆուրեր և վաճառում են իրենց երկրի ապրանքը։ Իսկ երեք գնել է սա Բուխտայից հայկական, միայն հայկական ապրանքներ են, իսկ Food City-ում բոլոր պետությունների ապրանքները։ Տեսնում եք ինչքան մաքուր է, ինչքան էլ բանջարը սիրելիներս մաքուր քաղած լինել, միևնույն է պետք է մաքրենք, որովհետև բանջարը աճում է խոտոտ տեղերում, շատ այսպիսի մանր խոտեր է լինում բանջարի մեջ։ Սա Հայաստանից բերված է, սիրելիներս, մեր Հայաստանի համն ու հոտը այս բանջարի մեջ կա, որ այսօր եփելուց կզգամ Հայաստանիս համն ու հոտը։ Շատ եմ սիրում մեր Հայաստանի բնությունը, իմ Հայաստանը, երեխաներիս բնորանը, մեր բնորանը, որտեղ մեծացել ենք, որտեղ ուսում ենք առել, ամուսնացել ենք, սիրելիներս, շատ եմ սիրում, ուր մնաց թե այս բանջարը չսիրեմ, որ քաղվել է Հայաստանից, մանավանդ Արարատյան դաշտավայրից, սիրելիներս։ Հիմա կմաքրեմ ձեզ հետ միասին էլ կլվանանք, կտապակենք կարագով ամենահամեղն է բանջարը, շատ համեղ է ստացվում, թե հալած արդար մաքուր յուղով և թե կարագով պատրաստված բանջարը հայկական։ Ինչ ասես, որ չի աճում մեր Հայաստան երկրում, սիրելիներս, ինչ տեսակ բանջարներ, ասես, որ չկան, Շուշան, Սիբեղ, ամեն ինչ բոխի, ամեն տեսակի համեղություններ աճում է մեր Հայաստանում։ Լավաշն էլ ունենք հայկական, հավաքվեք, սիրելիներս, եկեք, միասին ուտենք մեր հայկական անուշ բանջարը, կտապակենք ձվով, յուղով, անուշ կուտենք։ Հիշում եմ, սիրելիներս, հիմա է մոդա, որ սառցախցիկ ենք դնում բանջարը, այն ժամանակ չորացնում էինք, հիշում եմ մեր մայրիկները, կիսուրս բերում էր, չորացնում էինք, սառցախցիկ չկար, մի հատ խալաջենիկի խոլոդ էր, չէր իմանում, եթե միս էիր ունենում, դնում ենք միսը, բայց այնպես էր սառացնում, որ օրեր էր պետք, թողնեիր, որ սառույցը հալվեր, այս միսը միջից հանեիր, կամ էլ դանակով փորում ենք, պատահել է, որ ծակել ենք անգամ խոլոդը, մեջի գազը դուրս է եկել, նորից բեր գազ զապրավկա անել դուր, իսկ հիմա դնում է սառցախցիկը, ընտիր մնում է, դե սրա ժամանակը չի սառցախցիկ դնելու, նոր ենք սկսում ուտել, տեսնենք, եթե մինչև այդ գնա որդիս, բերի այս բանջարը չեմ ուզում դնել ճիշտն ասած, սա լավ է, որ հենց թարմը լվանաս, եփես ուտես, այ Շուշանի ժամանակ որ լինի, Շուշան կդնեմ, Սիբեխը արդեն ժամանակն է
Հայաստանում Նազելիս արդեն քաղե բերել է։ Նազելի ջան, հատուկ քեզ համար եմ ցույց տալի, տես հայկական բանջար ենք այսօր երեփել ուտենք։ Քեզ նման ղոչաղները գնացել բերել են, վաճառել են, մենք էլ ահա գնում ենք եւ վայելենք։ Նազելիս համբյուրներ։ Գործերիդ հաջողություն, Նազելի ջան, չքնաղ հայուհիս։ Աստված տա հանդիպենք, մի օր կհանդիպենք։ Աստված մեծ է, սիրելիներս, կարող է ձեզ հետ էլ մի օր տա Աստված հանդիպեմ։ Ես թելուկն էլ եմ շատ սիրում, մեզ մոտ թելուկին ասում են կվտո։ Իսկ Սարի ժողովուրդը ասում է թելուկ։ Դառը բանջարը, պարոնն էլ եմ շատ սիրում, մի խոսքով բոլոր տեսակի բանջարները շատ եմ սիրում, սիրելի հետևորդներ ջան, հնես չի, որ չեմ սիրում, շատ սիրում եմ բոլոր տեսակի բանջարները, սիրում եմ նաև աղցանի տեսքով, խաշեմ, աղցանեմ և ուտեմ, իսկ հիմա սիրելիներս, կադրից դուրս, այս համեղությունը մաքրեմ, կհանդիպենք լվանալու ընթացքում, որպեսզի շատ չձանձրացնեմ ձեզ, ահա նորից ցույց տամ, Հայաստանից համն ու հոտը ուրիշ է, Հայաստանից բերք ու բարիքը ուրիշ է, թե մրգերի համը, թե բանջարի համը, կանաչիների համը, ուրիշ, անգամ արևի գույնն է ուրիշ, խոտի գույնն է ուրիշ, սիրելիներս, մեր Հայաստանը ուրիշ, սքանչելի, գեղեցիկ երկիր է, հիմա կասեք, որ սքանչելի, գեղեցիկ ուրիշ է, ինչի չես գնում ապրես, սիրելիներս, կգա ժամանակ, կգնանք, բոլորս էլ, կապրենք մեր չքնաղ, գեղեցիկ Հայաստանում, Հայաստանից ջրի համն էլ է ուրիշ, տները, փողոցները, բոլորը ուրիշ են, սիրում եմ, կարոտում եմ, իսկ հիմա կադրից դուրս մաքրեմ բոլոր բանջարները, շատ բանջարի մեջ խոտեր է լինում, մանր չոպեր, պետք է ուշադիր լինենք, լավ լվանանք, քիչ եմ լվանում, որ մաքուր լինի, որ լրիվ չոփերը կարողանամ հանել, չնայած մաքրելուց, լավ մաքրել եմ, չոփերը հանել եմ լրիվ, լավ, մանրա կրկիտ սիրելիներս, այսքանը չի, սա լվանամ, հետո կբերեմ մնացածը լվանալը, ահա, գնամ բերեմ, այսքան էլ դեռ ունեմ, բայց սա դեռ լվալու կարիք ունի, ահա, սա նորից կլվանամ սիրելիներս, կադրից դուրս սաղ լվանամ պատրաստի ձեզ ցույց տամ, խաշելու ընթացքը, ջուրը արդեն լավ եռում է սիրելիներս, պետք է խաշեմ բանջարը, ջրին ավելացնում եմ շատ կամաց, տեսեք ոնց է բարձրանում, աղը լցնելուց, ահա, աղը լցրեցի, հիմա մի հատ խառնում եմ աղը, որ լուծվի և ավելացնում եմ բանջարը, երկու անգամ կխաշեմ, մեկ անգամով չեմ կարող, բավականին շատ է, կացսամ փոքր է, համ էլ այսպես լավ կլինի, աղը լցնում ենք
երման ջրի մեջ ինչու համար սիրելիներս, որ այսպիսի կանաչ գույն ստանանք մեր բանջարից։ Հիմա տակն վրա կանեմ, տեսնում եք, արդեն ընտիր կանաչ գույնը պահպանվել է։ Դե իհարկե խաշվելուց հետո կփոքրանա։ Բանջարը արդեն եփված է, ջրից հանում եմ, գույնն էլ կանաչ մնացել է։ Հիմա այս բանջարները եփված հանեմ, որ նորից նույն ջրի մեջ լցնեմ մնացած բանջարները ու եփեմ։ Հիմա լցնում եմ մնացած բանջարները։ Այս բանջարն էլ կեփի, կքամեմ, սիրելիներս, կհանդիպենք արդեն բանջարները լավ սառած, ջրքամված, տապակելու ընթացքում։ Սիրելի հետևորդներ ջան, խաշելուց հետո թողել եմ, լրիվ սառել է բանջարը ու լավ ջրքամվել է։ Գազը վառել եմ, հիմա մի փոքր իջեցնեմ և տապակը դնեմ։ Տապակի մեջ դնում եմ կարակ և կավելացնեմ մի փոքր բուսայուղ։ Բուսայուղը ավելացնում եմ, որ կարագը չայրվի, չվառվի կարագը։ Շատ քիչ եմ լցնում։ Հալված կարագի մեջ դրել եմ քամված բանջարը։ Հիմա մի կողմը լավ տապակվի, շուռ կտամ, մյուս կողմը նոր արդեն ձուն կլցնեմ։ Լավ տապակվել է, տեսեք, ինչ համեղություն է, սիրելի հետևորդներ ջան, մեր Հայաստանի համեղությունն է, մեր հայրենիքի համեղությունն է պատրաստում։ Իսկ հիմա արդեն ձուն կոտրել եմ, պատրաստ է, մնում է ավելացնեմ աղ, հիմա մեծ անցքի վրա դնեմ աղը, որ արագ լցվի, սա բավական է։ Մի լավ հարեմ և լցնեմ։ Հայաստանից հոտ եկավ, սիրելի հետևորդներ ջան, այնպիսի մի անուշ հոտ է գալիս բանջարի։
Հիմա այսենց հերթով տարածեմ, որ բոլոր բանջարներն ձվով պատվեն։ Ջարդել եմ 6 ձու։ Մի 2 րոպե թողնեմ, հետո շուռ կտամ։ Այստեղ տեսեք։ Ընտիրություն ստացվեց։ Շուռ եմ տալիս, մյուս երեսն էլ եփի, լավ ձուն նոր մատուցեմ։ Սիրելիներս, լրիվ բանջարը եւ ֆարշ չեմ տապակում։ Այսքանը այսօր բավական է, նա էլ վաղը կտապակեմ։ Համարյա պատրաստ է, մի 2 րոպեից լիովին պատրաստ կլինի։ Սիրելիներս, հիմա կթրջեմ հայկական անուշ ծաղիկ լավաշը, որ լավաշով բանջարը ուտենք։ Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի մեր Հայաստանի հողում աճած համեղ անուշ համ ու հոտով բանջարը, խառը բանջարը։ Հիմա կփորձեմ ձեզ հետ միասին։ Ստացվեց ընտիր։ Շատ համեղ է, անչափ համեղ է։ Սիրելիներս, ոնց կարող է Հայաստանում աճած բանջարը անհամ լինել։ Այսքանով ավարտում եմ այս համեղ հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ եւ երջանիկ օրհնված։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ դրական եք։ Դուք միշտ լավ եղեք։ Ձեզ հետ էր ձեր սիրելի տիկին Մարինեն։ Ստեսություն, մինչ նոր համեղ հոլովակներ։